Երևան-Մեղրի միջպետական ճանապարհից Հարժիս գյուղ հասնելը դեռ նախորդ տարի խոչընդոտներով լի էր։ Մեծ փոսերը շարքից հանում էին մեքենաները։ Այսօր արդեն գյուղ տանող 7.2 կիլոմետր ճանապարհը հիմնանորոգվել է։ Ընդհանուր 722 միլիոն դրամ, տեղադրվել է 3 շերտ ասֆալտբետոնյա ծածկ, ճանապարհը դեռևս ավարտված չէ, որոշակի խնդիրներ են առաջացել գծանշման եւ մի փոքր հատված ունենք նաև ճանապարհի որակի հետ կապված, շինարարի կողմից թերությունները վերացվելուց հետո արդեն ավարտական հանձնաժողովը համապատասխան այցք իրականացնի եւ կատարված աշխատանքի հետ կապված կտա իր եզրակացությունը։ Գորիսի Խնձորեսկ գյուղից ներքին Խնձորեսկ տանող ճանապարհը դժվար անցանելի է։ Այստեղ արդեն ասֆալտ են փռում շինարարները։ Նախորդ անորակը քանդել հասել են հողին, մշակել, հիմա էլ ասֆալտի 2 շերտի գծման գործով են զբաղվում։ Հիմա գտնվում ենք Խնձորեսկ ներքին Խնձորեսկ գյուղերը իրար կապող 10 կիլոմետր երկարությամբ ճանապարհում, այստեղ հիմնանորոգման աշխատանքներ են իրականացվում։ Աշխատանքները մեկնարկել են այս տարվա տարեսկզբին։ Հիմա տեսնում եք լայն թափով արդեն այս հատվածում իրականացվում են ներքին շերտի ասֆալտապատման աշխատանքներ։ Գյուղամիջյան հատվածներում մայթերի կառուցման աշխատանքներ են իրականացվում, եզրաքարերի տեղադրման, ջրահեռացման համակարգի կառուցման աշխատանքներ են իրականացվում։ Ընդհանուր արժեքը 2.3 միլիարդ դրամ է այս հատվածի հետ կապված, ասեմ, որ նախկինում ճանապարհը անանցանելի էր գրեթե, մեծ դժվարություններ ներկայացնում եւ համայնքների բնակիչների համար եւ այս համայնքներ ընդհանրապես այցելող բոլոր տրանսպորտային միջոցների համար։ Կառավարության համար ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհների շարքում է 18.3 կիլոմետր երկարությամբ այս հատվածը, որը Գորիսին հարող Վերիշեն գյուղը կապում է սահմանամերձ Խոզնավարին։ Այս ճանապարհի արժեքը ավելի քան 2.5 միլիարդ դրամ է։ Հիմնանորոգված ճանապարհի արկայության դեպքում մարդիկ Խոզնավար հասնելու համար կես ժամ կխնայեն։ Այս ճանապարհը միայն Խոզնավարին չի ծառայ, ավելի հարմար գյուղ կհասնեն նաև բայանդուրցիները։ Դա նաև ռազմավարական նշանակություն ունի այս ճանապարհը, տեղից պոստեր, դիրքեր, տարբեր հատվածներ գնալը հենց այս ճանապարհով է միանշանակ հարմար եւ ավելի մոտիկ եւ այսուհետ թե գյուղացիները, թե պաշտպանության նախարարությունը ավելի նորմալ եւ բարեկարգ ճանապարհով կերտվեն։ Գորիսը նաև սուբվենցիոն ծրագրերով միջհամայնքային ճանապարհների կառուցման առաջամարտիկներից է։ Այս պահին 1.2 միլիարդ դրամ արժեքով 4 ծրագիր ընթացքի մեջ է։ Եվս 800 միլիոն դրամանոց նախագծի մրցույթն էլ շուտով կհայտարարվի։ Համայնքի ղեկավարի խոսքով տարեվերջին արդեն գյուղերը քաղաքին կապող ճանապարհները կլինեն բարձր որակի։ Եթե համեմատենք արդ երկրում բազմաթիվ երկրների հետ, այս պայծառությամբ Հայաստանի որակը բավականին բարձր։ Հայաստանի Հանրապետության ճանապարհները բավականին լավ են կառուցվում ըստ ինձ։ Գորիսում 7 տարվա ճանապարհներ ունենք, որ արդեն կառուցվել են, մինչ այս պահը որևիցե խնդիր չունենք։ Մայրուղուց դեպի Տաթև տանող ճանապարհը եւս հիմնանորոգվում է, պետությունն այս հատվածի համար էլ 3.3 միլիարդ դրամ է տրամադրել։ 2024-ին մեկնարկած աշխատանքները կավարտվեն այս տարի։ M2 միջպետական մայրուղից մինչև Սատանի կամուրջ ընկած հատվածն է 19.5 կիլոմետր եւ ամբողջը հիմնանորոգված է։ Իրականում ինքը բավականին երկար սպասված ծրագիր է, եթե հիշում եք, Տաթև Լծեն ճանապարհով էին հիմնականում երթևեկում եւ այս ճանապարհը շատ դժվար անցանելի էր։ Նպատակը այն էր, որ ավարտել Տաթև Լծեն ճանապարհը, որից հետո արդեն հիմնանորոգել այս ճանապարհը եւ ես մեծ ուրախությամբ կարող եմ նշել, որ մի քանի օր անց արդեն ասֆալտապատման աշխատանքները, եռաշերտ ասֆալտապատման աշխատանքները ավարտված կլինեն եւ հատկապես այն շատ կարեւոր է զբոսաշրջության սեզոնին ընդառաջ, որովհետեւ գիտեք, որ շատ քաղաքացիներ եւ օտարերկրյա զբոսաշրջիկներ գալիս են Տաթև վանական համալիր եւ կարող են, այսպես ասեմ, հաջորդ շաբաթից արդեն հանգիստ գալ եւ գնալ Տաթև, որովհետեւ այս ճանապարհը արդեն հիմնանորոգված է ամբողջությամբ։ Մարզպետի համոզմամբ հենց այս Շինուհայր գյուղով անցնող ճանապարհով մարդատար մեքենաների երթևեկն ավելի հարմար է։ Տաթև Լծենից ավելի շատ բեռնատարներն են օգտվում։ Ասֆալտը դեռ տակ-տակ որոշում են շերտի հաստությունը ստուգել։ Այս ամենին զուգահեռ այս տարվանից պետբյուջեի գումարով կամ սուբվենցիայով կառուցվող բոլոր հատվածներից ճանապարհային դեպարտամենտը նմուշառում է վերցնում, որակը ստուգում։ Բոլոր տեղերի լաբորատոր նմուշառումներ անում ենք նաև ճանապարհային դեպարտամենտի լաբորատորիայում, որովհետև քննարարներին ընտրության հնարավորություն է տրված, որ իրենք էլ այլ լաբորատորիաներից եզրակացություն ներկայացնեն, բայց մենք որպես հիմնական պատվիրատու եւ ոլորտի քաղաքականություն մշակող 2025 թվականին մեր ամբողջ ճանապարհային ցանցի համար հենց ինքներս ճանապարհային դեպարտամենտի լաբորատորիայով նմուշառում ենք անում,
Սրան զուգահեռ նաև ավելացնում են ճանապարհային դեպարտամենտի լաբորատորիայի կարողությունները։ Հենց այս խաչմերուկից են քաղաքացիները նոր ճանապարհով գնալու դեպի Որոտան։ 2022-ից է Խոտ-Որոտան հատվածը կառուցվում, բայց քանի որ ճանապարհը խնդրահարույց էր, աշխատանքներն օբյեկտիվ պատճառով դանդաղել էին, գրունտային ջրեր կային ու սողանքներ էին լինում։ Նախ ինքը նախագծային արժեքով բավականին թանկ աշխատանք է, շուրջ 4.2 միլիարդ դրամ արժեք ունի աշխատանքները ընդհանուր առմամբ։ Մեկնարկել են 2022 թվականին, մոտավորապես 8 կիլոմետր ճանապարհահատված արդեն ավարտվել է եւ մենք այդ ճանապարհով եկանք այսօր, իսկ շուրջ 2 կիլոմետր մի փոքր ավել հատվածում հիմա հողային աշխատանքներն իրականացվում, այստեղի տարբերություն մեր հիմնական ծրագրերի ամբողջովին նոր ճանապարհ է կառուցվում, այստեղ նախկինում որպես այդպիսին ճանապարհ գոյություն չի ունեցել, շինաշխատանքները որոշակի բարդություններով են առաջ գնացել, հողային քանդման որոշակի խնդիրներ են եղել, ինչը բերել է նրան, որ նախագծում որոշակի նոր նախագծային լուծումներ են տրվել, այս պահին հողային աշխատանքները գրեթե ավարտական փուլում են եւ պլանավորում ենք հիմքի աշխատանքների հաջորդ փուլը մեկնարկել արդեն մյուս ամիս, իսկ աշխատանքների հաջող ընթացքի դեպքում ճանապարհն ամբողջությամբ պլանավորում ենք շահագործման հանձնել այս տարվա տարեվերջին։ Կառուցապատողը տեղում նախարարին ներկայացնում է նախագծային նոր լուծումները եւ ուղեգիծը։ Այսինքն ճանապարհը սենց է հատվածով Պտտվում է, գնում է սողանքի պատճառով փոխված սենց, սողանքի պատճառով փոխվել է սենց, դե արդեն ըստ նորմերի ին ճանապարհը վերևն է։ Այսինքն եթե սողանքի հետ կապված հարցը չներ, ճանապարհը որ հատվածով է անցնում։ Ճանապարհը այնից է անցնելու։ Դասերևացող հատվածը որոշակի գնում էր, հա, հիմա ստեղով անցնում։ Ներքևն ունեն գրունտային ջրեր կար այնտեղ։ Սողանքներն այս հատվածում նորություն չեն։ Տաթև համայնքի ղեկավարը հիշում է տարիներ առաջ Որոտան հեկը Խոտին կապող ճանապարհ կար։ Սողանքները տարիների ընթացքում այն անանցանելի դարձրին։ Այս ճանապարհը շատ օգուտ կտա եւ Որոտանի միանալու համար եւ ուրիշ ճանապարհները ու շուրնուղ կապան միացնելը։ Ես շատ կարևոր եմ համարում, որովհետև այդ ճանապարհը մենք պետք է աշխատացնենք հետագայում, որովհետև այս պահին էլ օգտագործում է։ Ուղղակի ճանապարհը որ վատ է, շարժը շատ քիչ է։ Այս պահի դրությամբ արդեն երբ որ ճանապարհը կվերջացնենք, ամենայն դեպս ամենաշատ կարևորը Որոտանի բարձրավանի հետ մենք կարանք կապ ունենանք շատ արագ։ Ինչ հարցեր որ ունի, մենք կարանք շուտ արձագանքենք մեկս մյուսին օգնելու։ Խոտ-Որոտանի գործարկումը կարևոր է նաև Գորիսի համար, քանի որ այս ճանապարհով կկարողանան երթևեկել Կապանից ու Իրանից եկող տրանսպորտային միջոցները։ Նախկինի նման կանցնեն Գորիս քաղաքով եւ կարմիր կտուրներով քաղաքի նախկին տնտեսական ակտիվությունը կվերականգնվի։ Խուդատյանը հիշեցնում է, որ 2018-ից սկսած հանրապետությունում ավելի քան 4000 կիլոմետր ճանապարհ է կառուցվել, նորոգվել ու հիմնանորոգվել։ Հեղափոխությունից հետո կառուցված, շահագործման ընդունված եւ ամբողջովին վճարված խոսքը հիմնանորոգված եւ նոր կառուցված ճանապարհների մասին է, վճարված եւ շահագործման ընդունված այնպիսի ճանապարհ չկա, որտեղ անհրաժեշտություն է եղել երկրորդ անգամ նորոգման աշխատանք իրականացնել, խոսքը 7 տարվա ճանապարհի մասին է արդեն եւ պետք է ուրախությամբ արձանագրեմ, որ մեր բոլոր հիմնանորոգված կամ նոր կառուցված ճանապարհներում երկրորդ աշխատանք իրականացնելու անհրաժեշտություն չի եղել, եթե այդ աշխատանքները ընդունվել են պետության կողմից։ Խուդատյանը վստահեցնում է այսօր միջպետական ճանապարհների 70-ից ավելին, իսկ հանրապետական նշանակության ճանապարհների կեսից ավելին նորոգված են։ Շատ հատվածներում այս պահին էլ աշխատանքներ են իրականացվում։ Կառավարությունը շարունակում է որդեգրած քաղաքականությունը։ Ամեն տարի 500 կիլոմետր ճանապարհ կառուցվում է պետբյուջեի միջոցներով, ևս 200-ը համաֆինանսավորման ծրագրով։ Եվ այսօր Հայաստանի ճանապարհային ցանցը որակական նոր հարթության վրա է։ Մուշեղ Իսախանյան, Մեհեր Կիրակոսյան եւ Դավիթ Դանիելյան, Կիրակնորյալ լուրեր։